Երգիչ Արամեի կինը, երգչուհի Աննա Թովմասյանը շատ հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում ընտանեկան կադրերով։ Այս անգամ նա հրապարակել է որդու՝ Մարատի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ, որտեղ զույգի որդին խոսում է այն մասին, որ ցանկանում է, որ քույր կամ եղբայր ունենա, եւ խնդրում է մայրիկին գոնե պատվիրել։ Հոլովակն արդեն իսկ մեծ արձագանք է գտել համացանցում, առաջարկում ենք դիտել այն։ Մամա, Ինչը ծնվի սերս։ Ով ծնվի։ Ալիք ծնվելու ա մեր ընտանիքում։ Չգիտեմ։ Ես հարցնում։ Ուղարկի, ասա։ Բայց ինչ ես հարցնում։ Ուղարկի, ասա։ Բալիկ ես ուզում կյանք։ Հա։ Խիբա։ Այդ խիբ մտքովդ անցավ վազելով եկար ու ինձ այդ հարցը տվեցի։ Որտեղ ես սիրում եմ բալիկ։ Սիրում ես բալիկ։ Հիմա կարաս պատվիրես, մամա։ Բալիկ պատվիր է։ Մամա, բալիկ вообще պատվիրում են։ Հա։ Դեմ են պատվիրի։ Ինչ բալիկ ես ուզում։ Բա, Տղա։ Թե։ Բա։ աղջիկ ու տղան։ Երկուսից էլ ուզում ես։ Հա, որան մենը չղժա ասում է։ Անջատի։ Հայ տղա ինչով պատվիրեմ քեզ բալիկ։ Վալվերիսով։ Չէ ուզում վալվերիսով բալիկ։ Բարբելիսով։ Վալվերիսով թե ֆարֆեչով։ Պապեչով։ Ապրե։ Ֆարֆեչով կպատվիրեմ, օքեյ։ Star News-ը ներկայացնում է նաև աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը քիչ առաջ տեսանյութեր է հրապարակել, խոսել քաշ կորցնելու, ինչպես նաև սննդակարգի մասին։ Նա կիսվել է մի քանի դետոքս հյութերի բաղադրատոմսերով եւ պատրաստել դրանք։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը առանց մեկնաբանության։ Առողջարար դետոքսային սմուզի եմ սարքել եւ ընթացքը նկարել եմ։ Հեսա մի քիչ ազատվեմ եւ մոնտաժում տեղադրեմ։ Պատրաստում ենք ֆրեշ ընկերներին։ Սա մեր, այսինքն ֆրեշ չի, գիտեք, ինչա դետոքսային ինչ-որ մի բան է։ Երեք խմել եմ նեխուրով, խնձորով, կիտրոնով, նուշով եւ ջուր։ Այսօր ուզում եմ ինչ-որ իմպրովիզներ անեմ եւ ավելացնեմ այլ մրգեր։ Հիմա անանասը նոր բավականին մեծ տանջանքներով կտրեցի։ Ավելացնենք անանաս, խնձոր։ Լավ է, պասեք ես ձեզ մոտիկացնեմ բլենդերին։ Խնձոր, ինչպես ասեցի, նեղուր, լայմ, կավելացնենք անանաս, նուշ, մեղր մի գտալ, ավելացնում ենք սառույց։ Իրականում ինձ հարցում եք ոնց եմ սենց նիհար է։ Ես ձեզ ասեմ, որ արդեն վախենում եմ իմ քաշից։ Ամեն օր մի կիլո նիհարում եմ, բայց ես թվում է ինչ-որ սենց դետոքսային բաները ձեզ կարող են օգնեն։ Ես պրոստը հաց չեմ ուտում երբեք, դրանով եմ նիհարում։ Իչկա եւ всё по-моему։ Ոչ չեմ ինձ։ Բայց կիվի համավալի։ Հա, չես սիրում։ Սիրում եմ։ Կիվիա, անանաս է մեջը, խնձոր, լայմն է շատ, նեխուր։ Խնձորի կիվի համավալի շատ բարի։ Թե բանան։ Խնձոր։ Շատ խառը կնի համ։ Անանաս։ Մալինա շատ լավն է։ Հա։ Ես որ ինձ մալինա սարքեցի։ Անկոնից է համան ինչ ա։ Հապալաս։ Այնուհանդերձ լվանում ենք։ Համոպա։ Լավն է։ Լավն է, չէ՞։ Ոնք ենացը։ Քո։ Всё, մենք այսօր դա մեր առողջ ապրելակերպը համարում ենք ստացված։ Երգիչ Նարեկ Բավեյանն էլ կրկին սոցիալական հարթակներում ակտիվություն է ցուցաբերում։ Նա տեսանյութ է հրապարակել անդրադառնալով Հայաստանում գնաճին եւ խնդրել իր հետևորդներին նաև իրենց կարծիքը ներկայացնել մեկնաբանություններում, իսկ մենք եւս առաջարկում ենք լսել երգչին։ Ողջույն բոլորին,
երթևեկում եմ արդեն սովորական դարձած երևանյան խցանումների մեջ ու քանի խցանումը մի հատ թեմայի շուրջ զրուցենք իրար հետ ինչ եք մտածում ժողովուրդ ջան արդարացված է արդյոք գները Երևանում Հայաստանում առասարակ ու մանավանդ Երևանում սկսած սննդամթերքի գներից միրգ, բանջարեղեն, հացաբուլկեղեն, կաթնամթերք վերջացրած ռեստորաններում գներից եւ իհարկե հյուրանոցներում գներից հյուրանոցները երբեմն այնպես է ստացվում որ աշխարհի տուրիստական կենտրոններ համարվող երկրներից եւ քաղաքներից շատ ավելի թանկ են Երևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի եւ այլ մարզերի հայաստանյան հյուրանոցները ավելի թանկ են, քան այդ իմ ասած աշխարհի տուրիստական կենտրոն համարվող քաղաքներ, օրինակ Փարիզը կամ երկիր այս դեպքում արդեն Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այո, շատ հաճախ կարելի է հյուրանոց գտնել ու համարյա նույն մակարդակի հյուրանոցների մասին է խոսքը։ Էժան ցածր մակարդակի հյուրանոցի մասին չեմ խոսում։ Նույն մակարդակի հյուրանոց կարելի է ավելի էժան գտնել օրինակ Փարիզում, քան Դիլիջանում։ Նույն մակարդակի հյուրանոց կարելի է ավելի էժան գտնել Արաբական Միացյալ Էմիրություններում, քան Երևանում, Սևանում կամ Դիլիջանում էլի։ Ինչ եք մտածում այս գների մասին։ Արդյոք արդարացված է խանութներում այդ սննդամթերքի ու առասարակ առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Իրոք այդպես պետք է լինի, նորմալ շահույթ են ստանում տեղական արտադրողները, խոսքը չի գնում դրսից ներմուծած ինչ որ, չգիտեմ, թանկ ապրանքների մասին, որոնք այդ ներմուծման գումարը եւ այլն ամեն ինչ գումարվում է ու դառնում է ձևավորվում է այդ գինը, հա, օրինակ եմ։ Խոսքս գնում է տեղական ավելի շատ արտադրանքի մասին, մեր կաթնամթերքի, մեր հացաբուլկեղենի, միրգ, բանջարեղենի եւ այլն նման բաների մասին։ Արդյոք արդարացված է այդ գները ինչ որ կա, թե մեր հաշվին գեր շահույթ են ստանում։ Իրոք ինձ այդ հարցը շատ հետաքրքրում է։ Այն որ գյուղացուն իմ լսածով, իմ իմացածով կոպեկներ են վճարում վերավաճառողները եւ շատ ավելի թանկ վաճառում են մեր վրա այդ միրգ բանջարեղենը, դրա մասին շատ եմ լսել։ Այնինչ շատ կուզենայի որ ճիշտ հակառակը լիներ, այդ գյուղացին ով չարչարվում է ամբողջ տարի այդ բերքի վրա գոնե ինքը այդտեղից նորմալ գումար աշխատեր, այլ ոչ թե չգիտեմ 200-300 դրամով ինչ որ մի բան իրանից առնեին ու մեր վրա վաճառեին 1200-1300 դրամով։